Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցել են ազատ եւ արդար։ Պատասխանելով ազատության հարցին, այդպես գնահատեց սեպտեմբերի 18-ին 5 մարզերի 317 համայնքներում տեղի ունեցած ընտրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Չնայած դիտորդական կազմակերպությունների պնդումներին, որ ավելի քան 100 ընտրախախտումներ են արձանագրվել տարբեր ընտրատեղամասերում։ Այո, ընտրություններն անցել են ազատ եւ արդար, ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Լիարժեք ապահովվել է հրապարակայնության գործոնը եւ կապված դիմումների քանակից, նրանց բովանդակությունից, քվեարկության օրը արկա ահազանգերից միանշանակ կարելի է անել նման դատողություն։ Մուկուչյանը չի կարծում, որ էջմիածնում անգամ տեխնացուներից մեկի ծեծի փաստը կարող էր ստվեր գցել ընտրությունների վրա, պնդելով, թե փաստական հիմքեր չկան այլ դատողություններ անելու համար։ Ըստ նրա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունը չեղարկելու ու կասեցնելու իրավական հիմք այս դեպքի առնչությամբ չի ունեցել։ Չկա որևէ դիմում բողոք հանձնաժողովում, որ ինչ որ մեկը չի ներկայացել, որովհետև արկա են եղել ինչ պատճառներ։ Չկա ներկայացված դիմում տեխնացուի կողմից, որ իրենք չեն կարող մասնակցել քվեարկությանը պայմանավորված ինչ հանգամանքներով, որ խախտվել են, խոչընդոտվել են նրանց իրավունքները եւ այլն, որը հնարավոր կլիներ ընտրության արդյունքների ամփոփման փուլում դարձնել գնահատման առարկա։ Հիմա Անդանոցում է այդ հանգամանքը արդեն հաշվի չի առնվում որպես վիճակի չլինելու։ Ես նշեցի, ի վիճակի չլինելու հետ կապված խնդրով որևէ տեղափոխում եւ այլն չի կարող տեղի ունենալ։ Հիշեցնենք, որ քաղաքապետի ընտրությունների նախօրեին ծեծի ենթարկված տեխնացու Արտուր Թումանյանը եւ նրա թիմակիցները պնդում էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է չեղյալ համարեր ընտրությունները, որովհետեւ դրանք անցկացվել են վախի մթնոլորտում։ Վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը սադրանք եւ հերյուրանք էր այդ ամենը որակել։ Ավելի վաղ էլ իրավապաշտպանները պնդում էին, որ անկախ նույնիսկ տեխնացուներից մեկի կողմից դիմումի ներկայացման օբյեկտիվորեն իրավիճակը թելադրում էր չեղարկել քվեարկությունը, քանի դեռ չեն վերականգնվել քաղաքացիների կամքի ազատ արտահայտման լիարժեք հնարավորությունները։ Մինչդեռ Մուկուչյանը նշում է, դեպքի հետ կապված բացառապես մամուլում են եղել իրարամերժ տեղեկություններ, իսկ կոնկրետ բողոքներ կամ ահազանգեր, լցոնումների, վերահաշվարկի, ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել։ Որ այդ ընտրությունների հետ կապված որևէ դիմում, բողոք եւ այլն բացառությամբ իրարամերժ հայտարարությունները, որոնք եղել էին մամուլում, որևէ նման ուրեմն դիմում հանձնաժողովին ներկայացված չէ։ Կարող էր ներկայացվել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում, որը նորից չի ներկայացվել։ Հիմա այս պայմաններում մնացածը դրանք ընդհանրապես դատողություններ են, որոնք ներկայացվում են, ինչ նպատակներով ես կդժվարանամ պատասխանել։ Ընդհանուր առմամբ ընտրախախտումների մասին եղել է 142 դիմում, հաղորդեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը, միաժամանակ ընդգծելով, որ դրանց մի մասը բովանդակային շեղումներով են եղել եւ անհասկանալի պահանջներով։ Կային դիմումներ, որոնք ներկայացվում էին կոնկրետ քաղաքացու անունից, այսինքն դիմումատուն նշված է մի քաղաքացի, դիմումի տեքստում նշված է բոլորովին այլ քաղաքացու անուն ազգանուն։ Եվ այդ պայմաններում, երբ արկա չէ անգամ տեղամասի համարը, այս պայմաններում ուղղակի անհասկանալի է, թե ոնց կարելի է ընկալել, թե ինչի մասին է խոսքը։ Ներկայացվել է վերահաշվարկի 11 դիմում, 5-ը մեծամորի ընտրատեղամասերի, իսկ մնացածը ազատամուտ եւ այրում համայնքների վերաբերյալ։ Մուկուչյանի խոսքով վերահաշվարկը չի ազդել ընտրության արդյունքի վրա։ Այսօր ամփոփվում են սեպտեմբերի 18-ի ընտրությունների վերջնական արդյունքները։ Անդրադառնալով հոկտեմբերի 2-ին կայանալիք թիմ ընտրություններին, Մուկուչյանը տեղեկացրեց, որ այն անցկացվելու է 6 մարզերում եւ Արմավիրի մարզի 2 համայնքներում դիտորդական առաքելություն կիրականացնի 1588 դիտորդ։